Եվրոխորհրդանը ավելի ժամանակ է հատկացրել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշելուն, քան թե կհատկացնի, մինչև հիմա չի հատկացրել, վստահ եմ վաղն չի հատկացնի Հայաստանի ազգային ժողովը այս մեծամասնությամբ։ Տալատի այս ուսումնասիրության համաձայն 2017-ի սկիզբի տվյալներով Տալատը ասում է, որ 1 միլիոն հայ չկա։ Իսկ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը փորձում է Հայաստանի միջոցով, Հայաստանի իշխանությունների միջոցով այս բոլորը շղթել, այսպես ասած ջրել։ Նախ ասեմ, որ ինչ որ իրենց բաբան, իրենց մամային ասել է, արել է, յուրաքանչյուր մարդ չի կարող անել։ Ուրեմն իրենք թող չփորձեն ոչ ցևանալ որպես քաչազնունի, ոչ ցևանալ վրացյան, բայց հասնում է բախը, որ պիտի սկսեն այդ դրսի ուժերը ավելի արդյունք պահանջել այս իշխանություններից։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին։ Բարև ձեզ, պարոն Մանոյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Այսօր ինչպես է ոգեկոչում հայ ժողովուրդը սփյուռքը մեր ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը մի կողմից եւ գործող իշխանությունը պետականորեն մյուս կողմից։ Ակնհայտ է, որ հսկայական խզվածք կա հայ ժողովրդի եւ ներկայիս Հայաստանի գործող իշխանությունների միջև ցեղասպանության հարցում։ Ճիշտ է, հայ ժողովուրդը պիտի ասել բոլորով, ոչ միայն սփյուռքում, մենք գտնվում ենք բավական խառը իրավիճակներում եւ աշխարհում փոփոխությունները որ տեղի են ունենում եւ մեր երկրում այնինչ տեղի է ունենում վերջին 6-7 տարիների ընթացքում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո եւ ուրեմն պիտի ասել, որ առնվազն ինչ որտեղ խառը զգացումներով, բայց նաեւ ցեղասպանության դարելիցը այնպիսի արիթ է եւ բախ եւ խորհրդանշական արժեք ունի, որ հնարավորինս այս պայմաններում ինչքան միասնականություն կարող է լինել, այնքան միասնականություն կա եւ հայրենիքում մի քիչ պակաս, որտեղ իշխանությունները այն քաղաքականությունն են վարում, ինչը լրիվ կարելի է ասել եւ հակահայկական է եւ ինչ որտեղ հակապետական, բայց ընդհանուր առմամբ կասեի, որ կա հայ ժողովրդի մոտ միասնականության մեկ կողմից ցանկություն, մյուս կողմից զգացում եւ որ այս արիտով նաեւ կդրսեւորվի, անշուշտ այս արիտով մենք չենք կարող նաեւ չանդեսել եւ դա շատ ավելի արդիական եւ իրական է դարձնում 110-րդ տարելիցը, դա էլ Արցախում կատարվածն է, Արցախում Ադրբեջանի գործած ցեղասպանական գործողությունները, որի արդյունքում Արցախը հայատապեց, էթնիկ զտում տեղի ունեցավ Արցախում եւ այս ամբողջը ինչ որ իմաստով, ինչ որտեղ առավելի այդ միասնականության եւ անհրաժեշտությունն է շեշտում եւ արձանագրում, որ կա այդ միասնականությունը նվազ 1, այսպես ասած, նվազ Հայաստանի իշխանությունները եւ ուրեմն կարծում եմ 110-րդ տարելիցը մեկ նոր արիթ կլինի մեր ժողովրդի դրամատությունները մի քիչ ավելի վարելավելու եւ փորձելու նոր վճռականությամբ շարունակել պայքարը։ Դուք ձեր խոսքում նշեցիք Արցախի հայաթափումը, ցեղասպանությունը, ինչ է կարծում գործող իշխանությունների նման վերաբերմունքը ցեղասպանության 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո էր, թե 18 թվականից արդեն ծրագրավորված իրենք եկել էին դաշտ։ Տեսեք, շատ փաստերի եթե նայենք այսօր մանավանդ, ես առնվազն համոզված եմ, որ ինչ որ առաքելությամբ, այն առաքելությամբ, որ այսօր իրականացնում են, այդ առաքելությամբ եկել էին իշխանության այս քաղաքական խումբը, բայց եթե ոմանց մոտ ինչ որ կասկած կար, որովհետև կար կասկածներ մարդկանց մոտ, նույն 2018 թվականին, որ
հա այսպես ասած հները կամ իշխանությունները ասում են պիտի կան հողեր վաճառեն եւ այլն հողերը անցնեն, եթե կար կասկած, կարծում եմ արդեն 2020-ից այսքան այդ կասկածը վերացել է եւ դա ցույց է տալիս այն անգումը ժողովրդականության, որ այս քաղաքական խումբը ունենում է եւ ունի եւ հասկանում է ժողովրդի մեծ մասը, ես կասեի, անշուշտ տարբերությունը կամ խնդիրը այն է, որ այս քաղաքական խումբի նկատմամբ անվստահությունը չի վերածվում մեկ այլ հավաքականության խմբի, կուսակցության, դաշինքի եւ այլնի նկատմամբ վստահության աճի, բայց դա էլ կարծում եմ ժամանակի հարց է, որովհետեւ բնությունը չի սիրում դատարկություններ եւ եթե կա դատարկություն, ինչ որ ուժ պիտի լսի եւ կարծում եմ ժողովուրդը չի հանդուրժելու նման իշխանություն, այստեղ անշուշտ կա նաեւ ժողովրդի այն մեկ մասի կոնե այն մոտեցումը, որ ունի մեղքի զգացում, որ ինքը նաեւ մասնակից եղավ այս քաղաքական ուժի կալուն եւ արդեն ավելի անվստահ է, որ ում կարելի է վստահել, բայց այդ անորոշության մեջ կարելի չէ ապրել, պետք է որ ընտրի ժողովուրդը կատարե իր ընտրությունը եւ անպայման պետք է որ այս իշխանությունները փոխվեն, որովհետեւ այս իշխանությունների քաղաքական գեցվածները դիրքորոշումը կասեինք նաեւ առաքելություններ անել այն ինչ արեցին եւ ուրեմն կարելի չէ թույլ տալ որ շարունակեն մնալ իշխանության վրա բարձ է խոսքը չի գնում քպեական յուրաքանչյուր անդամի մասին երևացող կամ չերևացող ծանոթ ոչ ծանոթ անդամների մասին բոլորի մասին գլուխն է խնդիրը որը կարողացել է ինչ-ինչ միջոցներով այնպես ճնշումի տակ պահել նաեւ իր եւ անմիջական շրջապատին եւ այդ անմիջական շրջապատի միջոցով նաեւ մնացածին եւ ժողովրդի մեկ հատվածին որ կան խնդիրներ այդ իշխանապողությունը կատարելու բայց որ այս ինչ կատարվեց իրենց քաղաքական քայլերի պատճառով դա փաստ է կարծեմ եւ ոչ ոք կասկած պիտի չունենա այն թեզը որ իրենք փորձում են դարաձել ժողովրդի մոտ որ ով էլ լիներ նույնը պիտի աներ որովհետեւ այլ դրանք չկա դա լրիվ սուտ է որովհետեւ շատ նախ փաստ որ մինչեւ 18-ը այս վիճակը չէր հետո տեսել ենք եւ այնպես չէ որ մինչեւ 18-ը ոչինչ չի եղել եղել էր 2016-ի Քարորյան եւ այլն եւ ընդհանրապես մինչեւ Քարորյան էլ որ չէր եղել պատերազմ չէր համարցակել դիմացինը հիմա մեղադրում են որ նախկինները չէին զիներ բանակը այդպես չէ փաստը այն է որ մենք 44 օրյայի ժամանակ ճակատը կարողացել ենք բահել բացի մեկ հատվածից եւ այդ հատվածի գորուստը հետ վերցնելու խնդիրը դրանք ավելի ռազմական հարցեր են ես շատ չեմ փորձի ցույց տալ որի પર շատ ամեն ինչից հասկանում եմ բայց կարծում եմ որ այդ ամբողջը կարելի է հաղթահարել սխալ դպավորություն կա իրենց կողմից տարածված որ մենք ռազմաճակատում գործեցինք մենք ռազմաճակատում ինչ որ մեկ հատված գործել ենք ռազմաճակատի մեծ մասը բահել ենք ինչ որ գործել ենք թղթի ստորագրությամբ Գործող իշխանությունների քաղաքականություն ցեղասպանության հարցում ինչպես է ազդում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա ինչ ունեինք մինչև 18 թվական ինչ ունենք հիմա ինչպես են իրենց զգում այն 36-ից ավել պետությունները որոնք պետականորեն ընդունել են ցեղասպանություն նույնիսկ քրեականացրել են այն ժխտելը ոչ միայն նրանք որ ինչ որ արել են այսօր այս եթե անցնող 4-5 շաբաթը նայենք Բելգիայի խորհրդարանը ավելի ժամանակ է դրամատրել Արցախի հարցը քննարկելուն, քան թե Հայաստանի ազգային ժողովը, որովհետև ունի այս մեծամասնությունը, որը մերիլում է։ Եվրոխորհրդարանը ավելի ժամանակ է հատկացրել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նշելուն, քան թե կհատկացնի, մինչև հիմա չի հատկացրել, վստահ եմ վաղն էլ չհատկացնի Հայաստանի ազգային ժողովը այս մեծամասնությամբ։ Եվ ուրեմն դա բնականաբար խնդիր է, որովհետև
եթե նույնիսկ ասենք Հայաստանի վերանգախացած հանրապետության առաջին նախագահի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հայոց ցեղասպանության ճանաչումը այդ օրվա կառավարության արտաքին քաղաքականության մաս չէր կազմել, բայց առնվազն իրենք ասում էին, որ սա ոչ թե հայ ժողովրդին չի հետաքրքրում, սա պետության գործը չէ, սա այսպես ասած սպիրկի գործն է։ Եվ այդ ինքնին բավական արդեն հարց էր։ Փաստը մնում է փաստ, որ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության արտաքին քաղաքականության մաս է կազմել, ոչ թե առաջնահերթություն, որտեղ երբեք էլ առաջնահերթություն չի եղել եւ պետք չէ լինի իրականում, մաս է կազմել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման սատարելը, այդ ժամանակ շատ ավելի մեծ թվով պետություններ են ճանաչել։ Այդ ծեր նշած պետությունները 32-36 պետությունների մեկ կարևոր մասը, մեծ մասը այդ ժամանակ է ճանաչել, որովհետև ազգը ամբողջությամբ միասնաբար նույն բանն է ասել։ Ես անշուշտ պետք է բոլորս էլ հիշենք, ոչ միայն ես, 100-րդ տարելիցի կապակցաբար համահայկական հռչակագիրը, որ միասնականության իսկապես յուրօրինակ, ես կասեի ինչ-որտեղ նաև աննախընթաց դրսևորում էր, որ այսօր ցավի չկա, որովհետև Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները այդ օրակարգը հանել են ընդհանրապես հայության օրակարգից, բայց այդ հարցերը մնում են, իրենք փորձում են, որ դուրս գա օրակարգից, բայց այդ հարցերը մնում են։ Մենք ինչպես Արցախի հարցում, նույնը ցեղասպանության հարցում եւ ես կասեի գրեթե ամեն հարցում դրսում հանդիպում ենք նույն խնդիրներին Հայաստանի այս իշխանությունների քաղաքականության պատճառով, որ ասում են, որ դուք ասում եք լավ, հասկացանք դուք ձեր ասածը, բայց նաև Հայաստանի իշխանությունները սա են ասում։ Եվ արդեն այս բաները ասում են ոչ միայն մեզ, այլ ասում են քիչ առաջ նշած շրջանակահական շրջանակներին, օտար պետությունների, միջազգային գազམ་ագերբությունների, ես հիշում եմ անցած դարվա սկիզբներ կամ նախանցած դարվա վերջավորության, երբ որ ֆրանսիական սենատը շատ կարևոր բանացև որտեղեց, ընդամենը բանացև Արցախի հարցով, օրվա գործող կառավարության, Ֆրանսիայի գործող կառավարության ներկայացուցիչը այդ քննարկման ավարտին, որ գործադիրի տեսակետներ հայտնում, ասեց շատ լավ, բարձ է, մենք Հայաստանի կողքին ենք, հայ ժողովրդի կողքին ենք, աջակցելու ենք, բայց ասեմ, որ այն բոլոր հարցերը, որ դուք այստեղ ասեցիք, պաշտոնական Երևանից մեզ չեն ասել, որ այս խնդիրները պետք է լուծվեն։ Բայց դուք որոշեցիք։ Նույն հարցը մենք ունենք այսօր օրինակ Շվեյցարիայի հետ, երբ որ Շվեյցարիայի խորհրդանի զույգ պալատները որոշում են կայացրել, հանձնարարել իրենց գործադիրին, որ պետք է գործադիրը հարթակ դրամատրի մեկ տարվա ընթացքում, այդ բանացև որտեղից մարտի սկիզբներ, մարտի կեսերին էր, որտեղից մինչև մեկ տարի պետք է հարթակ դրամատրի արցախցիներին եւ Ադրբեջանին արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հետ առնչված հարցերը քննարկելու համար, գործադիրը այդ քննարկումների ժամանակ ասում էր, որ դուք ինչ որ բաներ ասում եք, բայց Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն համաձայնագիր են ստորագրել։ Այստեղ բարդանում է մեր գործը, մենք լսում ենք, տեսնում ենք, շփվում ենք, արերեսվում ենք այս հարցերի հետ, բայց բացատրում ենք, որ տեսեք, Հայաստանի ցանկացած քայլ, որ այսօր Հայաստանի իշխանությունները կատարում են, առնվազն Ադրբեջանի սպառնալիքի տակ են կատարում։ Եվ ուրեմն սպառնալիքի տակ կատարված կամ ուղղակի ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ կատարված ցանկացած համաձայնություն միջազգային իրավունքի համաձայն ոչինչ է եւ փաստը մեջտեղն է, Ադրբեջանը ինք այնպիսի երաշխիքներ է ուզում, այսպես ասած, որ ոչ թե այս իշխանությունները միայն ինչ-որ բան պիտի խոստանան, այլ ցանկացած իշխանություն Հայաստանի Հանրապետության չի կարողանալու ուրիշ բան անել։ Դա անիրականանալի բան է, դենց բան չկա, չի կարող մանավանդ մեկ այլ երկիր բարդացրել Հայաստանին, որ այդպես անի, Հայաստանը ինքնին կարող է ինչ-որ բան որոշի, բայց ոչ թե այսպես բարդատրանքով։ Եվ ուրեմն այս խնդիրները
հարց են, այն իմաստով որ ասեցի կդժվարացնեն, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք աշխատելուց եւ մենք բարձր պիտի շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով, նույնիսկ Հայաստանի Հանրապետության հզորացման ուղղությամբ քայլեր, ինչ որտեղ նույնիսկ չխորտակցելով իշխանությունների հետ, բայց տեսնելով, հասկանալով, որ ինչն է կարևորը Հայաստանի Հանրապետության համար եւ այդ ուղղությամբ էլ աշխատանք տանել, որպեսզի հնարավորինս անհրաժեշտ պաշտպանություն, անվտանգություն եւ այլն երաշխավորող քայլեր ձեռնարկվեն այլ պետությունների միջազգային կառույցների կողմից։ Այս իշխանությունների փոփոխությունը քիչ թե շատ ազգային գծով իշխանության որևէ քաղաքական ուժի իշխանության գալը անպայման կփոխի այս իրավիճակը եւ հարցերը շատ ավելի արագ եւ դրական ձևով կլուծվեն։ Այսօր հարցերի մեկ կարևոր մասի իրական պատճառը Հայաստանի իշխանությունն է։ Թուրքիան ներկայիս իր նախագահ Էրդողանի գլխավորությամբ ըստ էության նախապայմաններով ոչ միայն փորձում է սրբագրել մարդկության նորագույն պատմության ողբերգական էջերից մեկը ցեղասպանությունը, այլև սեփական Թուրքիայի պետության պատմությունը, քանի որ առաջինը Թուրքիան է ըստ էության ընդունել ցեղասպանության փաստը 19 թվականին։ Խնդրեի այսօրվա օրով հիշենք, թե հատկապես ինչն է այսօր Էրդողանը հերքում Թուրքիայի պատմությունից, որը փաստագրված է հենց թուրքական իշխանությունների կողմից ցեղասպանության հարցում։ 1919-ի կատարվածը, այսինքն Օսմանյան գրակցությունում կամ Թուրքիայում իրականացված ռազմական դատավարությունները պատերազմի ընթացքին եւ մինչ այդ քաղաքական պատասխանատվություն ունեցող մարդկանց նկատմամբ եւ քաղաքական ուժի նկատմամբ, թուրքերի նկատմամբ դա ինչ որտեղ փորձ էր Թուրքիայի կողմից հաշվի առնելով, որ կա խաղաղության կոնֆերանս 1919-ին Ֆրանսիայում սկսած աշխարհամարտից հետո եւ ուրեմն բարձ էր, որ պիտի դաշնակից պետությունները, որոնց շարքին նաեւ Հայաստանի Հանրապետությունը արդեն Հայաստանի Հանրապետությունը ստեղծված էր, հռչակված էր, պատժելու են Թուրքիային, իրենք փորձում էին ինչ որ քայլեր ձեռնարկելով ասել, որ սա այդպես չէ, որ միայն ամբողջ պետությունն է, սա ինչ որ քաղաքական ուժ էր միայն։ Եվ բայց շատ կարևոր է այդ դատավարությունները, որովհետև ասիկ հատկապես փաստերը արձանագրելու տեսանկյունից անփոխարինելի է, որովհետև մարդիկ ասում են, որ հիմա թուրքեր նույն Էրդողան ենք փորձում են առարգել, ասել, որ բայց այդ ժամանակ Իստանբուլը գրավված էր, սա դրսի ուժերի ազդեցության տակ էր, հա, բայց դա շատ ավելի լավ է, քան թե այդ դրսի ուժերը լինեին դատավորը, ինչպես եղել են միջազգային այլ հանցագործությունների դեպքում եւ պատմության ժամանակ Նյուրնբերգ եւ այլն, եւ օրինակ Հարավսլավիայի դեպքում ոմանց բարակային այդ միջազգային ադյաններն էին, որ ընդհանրապես հարճար, բայց այս բարակային կարևորը այն է, որ քանի որ իրենք էին իրենց փաստաթղթերը, վկայությունները եւ ուսումնասիրող եւ հաստատող, այնպես չէ, որ ամեն ինչ հալած յուղի պես դատարանը ընդուներ է, ինչ որ օրվա դատախազությունը ներկայացրել է, հենց դա է, որ փորձում է իրականում կարծում եմ Թուրքիայի այսօրվա իշխանությունը մեկ կողմ շբրդել, փորձել ստվերի տակ պահել, որտեղ այլ փաստաթղթեր էլ կան, նոր նաեւ դեռ հայերենի չէ թարգմանված դժբախտաբար, կա Թալաթի օրակիր գոչվածը։ Թալաթի օրակիրը մի հատ սև դեդրա, որի մեջ ոչ թե Թալաթն է գրել, բարձ է, բայց Թալաթի համար է գրված, ցերակրով, կան դվյալներ, ամբողջ պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության մեջ բնակչության դեղաշարժի, հատուկ մի հատ էլ զեկույց ունի հայության դեղաշարժի, եւ այդ փաստաթուղթը մնացել էր Թալաթի գնոջ մոտ, վերջը նա անցներ էր մի հատ լրագրողը սրանից 10-12 տարի առաջ հրապարակեց, ամբողջ այդ այսպես ասած ծոզադեդրը եւ առանցին մասը
պատմապան Արաս Հարապյանը Անգլիայում Գոմիդաս հիմնադիր դնորեն, ով նաև հայերի մասը առանձին ուսումնասիրություն կատարեց, որովհետև առաջի արարգությունը, որ եղավ Էրդողանների կողմից, այն էր վրա շինձուվան է, սա ով ինչ փաստ որ սա իրական է եւ այլն, Արաս Հարապյանը գնաց, իրենք հագարագոր բավական մակրազերծել են, այսպես ասած, Օսմանյան արխիվներից գտավ հենց Տալատի կողմից գրված սենց եմ անում, որովհետև այդ Հերակլի սարքն էր, Տալատը երդասարտյանը եղել է Հերակլադան աշխատող, տանը ինքը վերջը դրել է սարք եւ այդ իր քաղաքնի հրամանակները ինքն է մեքենաքրել, այսպես ասած, եւ այդ մեքենաքրված Տալատի կողմից մեքենաքրված շրջապերականները հանեց եւ այդ շրջապերականների պատասխանները այդ իր ծոծատեդրի մեջ որ նշված են, հարցումները կա որ ձեր մոտ ինչքան հայ է եղել մինչև 16-ի վերջավորդյան է այս հարցանակությունը կատարվել եւ ինչքանը եկել են, ինչքանը անցել են, գնացել են, ինչքանը եւ այլն, ինչքան իսլամացեր են, այս բոլոր հարցերը կա եւ այդ բոլորի շրջապերականները գտավ Արաս Հարապյանը, որտեղ ասում է որ սրանք են բաստել, այս տվկերնով նաեւ հրատարակվեց եւ արարգություն չունեն, չեն կարող արարգել, բան չկա որ արարգեն, ուրեմն իրենք փորձում են ամեն ինչ մեկ կողմից Հայաստանի վրա ջնջելով, Հայաստանին ստիպել որ հրաժարի ամեն ինչից, ոչ միայն ցեղասպանության փաստից, այլ նաեւ դրա հետևանք իրավունքներից ինչ որ հատուցումներից եւ այլն, եւ այդպեսով հարցը լուծել, որովհետեւ այլապես չունեն ձև։ Կարող է կան հայանում մարդիկ, որոնք այս բոլորից տեղյակ չեն, եւ ուրեմն հարց են տալիս, այդ պետք է հասկանանք ինչ ադեր ունեցել։ Տալատի այս ուսումնասիրության համաձայն 2017-ի սկիզբի տվյալներով Տալատը ասում է, որ 1 միլիոն հայ չկար։ Հետքը չկար։ Մնացած հայտնի էր, որ ասինչ նահանգից դեղահանվերը, ասինչ նահանգ հասեր է, ինչքան դերձոր հասեր է եւ այլն, բայց 1 միլիոնը չկա։ Եվ ուրեմն դեռ 17-ին։ Ուրեմն այս փաստերը անարարգելի են, իսկ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը փորձում է Հայաստանի միջոցով, Հայաստանի իշխանությունների միջոցով այս բոլորը շղթել, այսպես ասած ջրել, որովհետեւ այլ արարգություն չի կարող։ Ակնհայտ է, որ Թուրքիան այսօր Ադրբեջանի միջոցով լուծում է առաջի հերթին ցեղասպանության հարցը։ Այսօր Ադրբեջանի առաջ քաշած արևմտյան Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան արևմտյան Հայաստանի պատասխանը, ըստ էության։ Ինչ է կարծում, ինչու է շտաբում Թուրքիան հարցը լուծել։ Տեսեք, Թուրքիայի հանրապետությունը, որ իբր Օսմանյան գայության հագարակ քայլեր արել է, որոշ բաներում այդպես է, օրինակ դարերը փոխել է լեզվի եւ այլն, այս բաները այդպես, բայց հատկապես սկզբնական շրջանում լրիվ նույնն էր։ Նույնիսկ իսլամականությունը գործածել է, իբր թե աշխարհի էին Աթաթուրքենք, նույնիսկ իսլամականությունը գործածել է, որովհետեւ ինքը փորձե այդ իր նույն երիտ թուրքերի պատկերացրած պետությունը ստեղծել եւ ստեղծել են այն ինչ ստեղծել են եւ այդ իրենց pedagogan պատկերացման մեջ իրենցից անգախ Հայաստանի պետականություն չկա, չեմ պատկերացնում, մինչեւ այսօր չեմ պատկերացնում, իրենք որ ինչպես պիտի վարվեն, մի հատ եթե Հայաստան գա իրենցից կախված չէ, դրա նկատմամբ ինչ պիտի անեն, որովհետեւ եթե պիտի ընդունեն, որ գա այդ պետությունը եւ ուրեմն հաշվի պիտի նստեն դա, դա նշանակում է, որ իրենց ամբողջ արածը ցախողություն է դիվերտ։ Եվ դրա համար էլ իրենք ինչ որտեղ շտաբում են եւ իրենք ուզում են Ադրբեջանի հետ ծնգի բերել Հայաստանի Հանրապետությանը, այնքանով որ երբեք ոտքի չկանգնի։ Բացահայտ ասում է այլևս Ադրբեջանը, որ ոչ միայն այս իշխանությունը պետք է հանձնարնի ինչ որ բան, այլ ընդհանրապես հայ ժողովուրդը որ երբեք ինչ որ հարց չի բարձրացնի մեր դեմ։ Եվ ուրեմն շտաբելու բաժարը դա է, իրենք 93 թվականից շրջափակման են ենթարկել Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը,
Գարձելով որ պիտի կարողանան ջնջել, որ Հայաստանը ինչ որ բան փոխի եւ այլն, հասել են այստեղ, ինչ որ բաներ զիջել է Հայաստանը, Հայաստանի այս իշխանությունները եւ այլն, բայց դակավին իրենց ուզած չեն ստացած եւ ուրեմն իրենք հասկանում են, որ այս իշխանությունները առհավետ չեն մնալու, իրենց ասելով այսպես ասած բադոհանը այնքան երկար բաց չի մնալու եւ ուրեմն փորձում են այս հնարավորությունից օգտվել, դրա համար էլ շտաբում են, այլապես իրենց համար նույնն է, այսինքն եթե այս հարցը իրենց ցանկացած ձևով այսօր չլուծվի, բարձ է, իրենց համար վաղը հարց է կմնա, բայց որովհետեւ իրենց համար միշտ հարց եղել է, չկա իրենց պատկերացման մեջ, չնայած մեր այստեղի ճագերդյալ քաղաքական գործիչների ասածներին, որ մենք այսպես արել ենք, դրա համար է, որ Թուրքիան անհանգիստ է, Թուրքիան ինչի՞ց է անհանգիստ։ Ես այդ խոսակցությունը ունեցել եմ թուրք մտավորականների հետ, ասում են, որ ինչ եք պահանջում Թուրքիայից։ Ասում են մեր իրավունքները։ Ասում են ինչ կարող եք անել, որ եթե չդա Թուրքիան։ Ասում են կպահանջենք։ Այդքանին էլ իրավունք չունենք, այսինքն սպանել եք, տեղահանել եք, երկիրը վերցրել եք, հիմա ուզում եք ճզմել, դա ծեր ուզածը։ Եթե դուք իսկապես ուժեղ եք, մեծ եք եւ եք, ինչից եք մտահոգ։ 3 միլիոնանոց Հայաստանից եք վախենում, չհասկացա, ինչից եք մտահոգ դուք։ Եվ ուրեմն իրենց միակ շտաբելու պատճառը այս իշխանությունների, Հայաստանի այս իշխանությունների իրենց տված հնարավորությունից օգտվելն է, այլապես իրենք այլ պատկերացում չունեն, ասեցի իրենցից անգա Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի պետականություն չեն պատկերացնում։ Թուրքիան հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Սփյուռքը, մասնավորապես Սփյուռքը ներկայացնող գաղտնիքի ամենամեծ զգուշակցությունը հայ հեղափոխական դաշնակցությունը։ Արդյոք դրանով եք պայմանավորում ներկայիս իշխանությունների բացասական վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ, բավականին իրենից հեռացրելը։ Ես կարծում եմ նաև այդ, այսինքն իրենց ընդհանուր մտահոգությունը եղել է այն, որ այնտեղ կա ինչ որ հավաքականություն կամ հավաքականություններ, որոնք ամիջական իրենց ազդեցության տակ չեն։ Եվ ճիշտ է, որ այդպես է հաճախ բանացվում Թուրքիան, Սփյուռքը եւ այլն, կամ դուք էլ վստահ եմ դրական իմաստով նշեցիք, Սփյուռքում էլ դաշնակցությունն է քաղաքական ուժը։ Շվեյցարիայում վարչապետի աթոռին նստած էյագը հանդիպեց իրեն համագիր մարդկանց հետ, հայերի հետ, բայց այդտեղ, այսինքն այդտեղ դաշնակցական չկար, դաշնակցականի զավակ կար, բայց ոչինչ, հիմա մեկ կողմ դնենք, այդտեղ վստահ եմ, որ դաշնակցության տեսակետ արտահայտող չի եղել, բայց եղել է որպես հայ մարդ, որպես սփյուռքահայ մարդ, տեսակետներ արտահայտող, իրենք նույնիսկ այդ հանդիպման, իր համագիրների հետ հանդիպման արձանագրությունը, ձայնագրությունը չհրապարակեցին, չհամարձակվեցին հրապարակել։ Ինչու՞, որովհետև պարզ է, որ կարելի չէ այս իշխանության, հատկապես այս իշխանության համար մեկի ասածներին նախ հետևել ու հասկանալ ինչ է աս մարդու մտածողության գիծը, դա ինչ քաղաքապարախոսություն է, իրականում չկա, այսինքն մենք ունեցել ենք պատմության մեջ, ես կասեի Հայաստանի Հանրապետության վերանկախացած հանրապետության առաջին նախագահ այդ մտածողության հավատացող էր, այսպես կոչված բաբանողական մտածողություն, որ ասում որ մենք ինչքան սուս կենանք, մեր գլուխը չեն ուտի։ Կար այդ տեսակետ Օսմանյան գարշության մեջ էլ մարդիկ ունեին եւ այլն։ Եվ ուրեմն փորձում են իբր ներկայացնել սայփրև քաղաքական մտածողություն այս իշխանությունները, բայց այդպես չէ, որովհետեւ իրենք ամեն ինչ իրենք արել են։ Արցախը Հայաստանի եւ վերջ հայտարարողը իրենք էին, որ ոչինչ չարեցին, ընդհանրակը կրկրեցին դիմասին։ Հիմա պետք է որ նշածողը իջեցնել, հայտարարողը իրենք էին, մասին բավարար չիջացրիկ եւ այլն։ Այսպես անհատություններ եւ ուրեմն այս իշխանությունների բահվածքը ես վստահ եմ իրենք էլ չեն հասկանում։ Իրենք նույն սկսած վարչապետի աթոռին նստածից ինքը չի պատկերացնում վաղը ինչ պիտի ասի։ Իրեն խորհուրդ են տալիս դրսից, ոչ միայն դրսից, բայց դրսից էլ հաստատ դրսից խորհուրդ են տալիս այս այն ասա։
Եվ երբեմն հիմա իրենք փորձում են ասպես ասած աչքապացություն անել, հաճախ է արվում հատկապես խորհրդարանում մի քանի դեմքեր կան քբեական, ովքեր փորձում են դաշնակցականներին դաշնակցություն սովորացնել, որ տեսեք ժամանակին Քաչազնունին սա է ասել, ժամանակին Սիմոն Վրացյան նախ ասեմ, որ ինչ որ իրենց բաբան, իրենց մամային ասել է, արել է, յուրաքանչյուր մարդ չի կարող անել։ Ուրեմն իրենք թող չփորձեն ոչ ծևանալ որպես Քաչազնունի, ոչ ծևանալ Վրացյան, ոչ ծևանալ որևէ մեկը, որովհետև այդ մարդիկ արդեն իրենց պատմության, իրենց կենսակրթությամբ փաստել էին, որ իրենք դավաճանողը չեն, բայց քիչ առաջ ասում էինք, որ 2018-ին արդեն ասողներ կային, որ սրանք գալիս են թողերը տալու եւ ավելին էլ արեցին։ Ուրեմն այդ մարդիկը չէին, երկրորդ այդ պայմանները տարբեր էին, երրորդ այնպես չէ, որ այդ օրվա վիճակը եւ այսօրվա վիճակը նույնն է։ Այդ օրվա վիճակը այն էր, որ 100,000-ավոր որբեր կային այս նույն Երևանում։ Եվ այսօր բարեբախտաբար այդ վիճակը չունենք։ Եվ ուրեմն ուրիշ բան է ասել, որ այդ պայմաններում ինչ պիտի անենք, այդ նույն իշխանություններ չէ, որ վերջիվերջո գնաց խաղաղության պայմանակիրը ստորագրեց, այսինքն Սևրի պայմանակիրը եւ այլն, կամ հետո անկախության գորստից հետո ինչ է շարունակեցին, բայց նաեւ այդ մարդիկ էին, որոնք ունեցան քաջությունը, ասելու որ լավ ստեղծված է պատերազմ, ստեղծված են պայմաններ, որտեղ մեկ կողմ է Թուրքիան է մեր վրա հարձակվում, Հայաստանի վրա, մյուս կողմից Կարմիր բանակն է մտնում, լավ, մենք ցաղվեցինք, հանցնենք, կարող է բրգեն։ Եվ ինչ որտեղ, ինչ որ չափով, ինչ որ բան բրգվեց, ընդունեք դա։ Այսօր գոյություն չէին ունենա, եթե չլիներ դեկտեմբեր 2-ի այդ համաձայնագիրը, եթե անպայման որոշած լայն, որ չէ պետք է մինչև վերջ գրվեն։ Այդ իրենք որ իբր թե սովորացնում են մեզ, մեր մասին, իրենք պետք է այդքան առնվազն սովորեն, որ պատերազմ գործած քաղաքական ուժը չի կարող այդ իր թշնամու հետ հավասար բանակցել։ Մի հատ նոր ուժ կարող է մեջտեղ գալ, ասի որ ապեր գնաց, այդ ում հաղթեցիք դուք գնաց, հիմա մենք ենք։ Մեր հետ դուրս խոսի, բան գադակ զերզայգություն մի արա ներողություն բարի համար։ Որտեւ այդ անում Ադրբեջանը նաեւ ձեր առնում մեզ բոլորով, ոչ միայն Փաշինյանին, մեր բոլորից ձեր անում։ Ուրեմն մինչև չփոխվեն այս իշխանությունները չի կարող Հայաստանը իսկապես իր ոտի վրա կանգնել, որովհետև իշխանությունները ոտի կանգնելու դրամատուրգություն չունեն։ Ինչ եք կարծում, հնարավոր է այս պայմաններում ցեղասպանությունը չճանաչելով, հետևանքները չճանաչելով, պատմության սև էջերը չճանաչելով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Չեք գտնում, որ ըստ էության Թուրքիայի անպատժելիությունն էր հետևանքը, որ մենք Արցախում ունեցանք ցեղասպանության հերթական արարը։ Միանշանակ է, որ Թուրքիան անմիջական ներգրավվածություն ուներ այն, ինչ կատարվեց Արցախում, եւ ինչ է պետք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները լավ ի վերջո կարգավորվեն, ինչ հիմքի վրա պետք է կարգավորվեն։ Տարբեր մոդեցումներ եղել են, մեկը օրինակ նույն Հրանտինք ենք, այսպես ասած, Հրանտինքը եւ իր համախոհները, որոնք ասում էին այդ ամբողջ բոլոր հարցերի լուծումը կլինի, եթե Թուրքիան իսկապես դառնա ժողովրդավար։ Որովհետև փաստ է նաև, որ այնպես չէ, որ Թուրքիայում այլագործություն ունեցող չկա այս հարցով, ընդհակառակ կան, կամ դրսում ապրող թուրքերի մոտ իրենց բեդության ղեկավարների մտածածից տարբեր մտածողներ չկան, Թուրքիայում ապրող մարդիկ կան, որ տարբեր քաղաքական ուժեր կան, տարբեր են մտածում, հադուցման մասին են խոսում, կարող է նույն բաները չհասկանանք հադուցում ասելով, բայց նրանք ընդունում են, որ բեդությունը հանցանք է գործել, այդ հանցագործությունը պետք է հետևանք ունենա, հետևանքը նշանակում է, որ զոհ կողմին պետք է ինչ-որ չափով հադուցել, տարբեր առաջարկներ կան Թուրքիայից դուրս հայերիս մեջ, որ ինչ ձևով կարող է այդ հատուցումը տեղի ունենա, բայց այդ բոլորը անելու համար Հայաստանի Հանրապետությունը պատրաստ պետք է լինի պաշտպանելու իր շահերը։ Այնպես են ներկայացնում, որ երբ որ ասում ենք իրավունքները պաշտպանել, խոսում ենք անպայման Ստոկհոլմում կամ Մոնրեալում նստած հայի իրավունքների մասին, չէ,
նախ եւ առաջ խոսում ենք Հայաստանի Հանրապետության որպես միջազգային իրավունքի ենթակա միավոր եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող ժողովրդի իրավունքների մասին, հետո նաեւ մնացածի բնականաբար, որովհետեւ ինչ որ պայմանագիր կա եւ ինչ որ այսօր Թուրքիան փորձում է անել, Թուրքիան փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետությունից, ոչ թե այսպես կոչված ընդհանրապես հայությունից։ Ուզում է որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի իր իրավունքներից եւ տանելու ճանապարհներ կան սկսելով ասել որ ցեղասպանության ճանաչման հարցը ուրիշի օրակարգներ բերեցին մրցրեցին մեր օրակարգ ինչ միայն ցեղասպանության ամբողջ պատմությունը ասում են մեր ամբողջ պատմությունը Սարկովի է որովհետեւ մենք արել ենք ուրիշի լծի տակ եղած ժամանակ գրել ենք բայց մոռանում են որ իրենք էլ իշխանության եկել են նույն պայմաններում այսինքն չի կարող լինել որ մենք 2018-ի ապրիլի 22-ին մեկ իրավիճակում էինք այսպես ասած դրսի աստեցության տակ էինք բայց 26-ին արդեն փոխվեց որովհետեւ հրաժարվեց Սերժ Սարգսյանը իրենք եկան իշխանության այս քաղաքական ուժը ճունի նաեւ նվազագույն չեմ սիրում բառը դղամարդկություն չասեմ բարձ արիություն չունի Սերժ Սարգսյանը իր հասկացած ձևով օրինակ ստորագրեց Հայաստան-Թուրքիա արձանագրություններ բայց ունեցավ արիությունը ունեցավ pedagogan մտածողությունը ասելու որ սա ես պիտի ձախեմ այսպես ասած հայ ժողովրդի ես պիտի համոզեմ ժողովրդին եւ հրաբարագեցին նախքան ստորագրելը մեկ ամիս քննարկվեց Հայաստանում ու դրսում ինքը գնաց դրսում հանդիպեց համայնքներին որոշ համայնքներին բայց ժամանակ էլ իրեն դավաճանասող գար բայց այդ արիություն ունեցավ հիմա ինչ են անում հիմա եկել են իշխանության գլուխ այն խոսումով որ ժողովրդից քախնի ոչինչ չեն գանի ժողովրդից քախնի ասում է կստորագրենք կհրաբարագենք հա եւ վերջինչ ստորագրելուց հետո Ադրբեջանի հետ հրաբարագելը ինչի մասին է խոսում ինչի սկիզբ չէ հրաբարագում այնքան թույլ է որ չի կարողացել նաեւ դիմացինին բարդատրի որ լավ նույն ձևով ինչպես Հայաստան-Թուրքիա մեկ ամիս էլ հրաբարագենք քննարկենք եւ վերջը ստորագրենք ու ավերացնենք այսինքն այս քաղաքական ուժի ներկայությունը օր անընդհատ վնաս է հասցնում պետությանը եւ անպայման պետք է որ փոխարինվի ես հասկանում եմ նաեւ որ կան արտաքին ուժեր որոշ ուժեր որոնք մինչեւ հիմա աջակցում էին այս քաղաքական ուժին կամ արտաքին ուժեր որոնք առնվազն հանդուրժում էին այս քաղաքական ուժին յուրաքանչյուրը իր նույնիսկ ես կասեի հագատրված շահերի պատճառով բայց հասնում է բախը որ պիտի սկսեն այդ դրսի ուժերը ավելի արդյունք պահանջել այս իշխանություններից որովհետև տեսնում են որ իսկապես ոտի տակից այսպես ասած ողը գնում է որովհետև ժողովրդականությունը անընդհատ կորցնում են իրենք ուրախանում են որ օրինակ Գյումրիում 10,000 ավելի քվե են բերել եւ այլն բայց դա իրենց մասին են խոսում որովհետև ամեն ինչ փորձում են ամեն լծակ փորձում են օգտագործել եւ կարծում եմ հարաճիգա համապետական ընտրություններին դա լինի արդահերթ է հերթական այս քաղաքական ուժը հաստատ չի ունենա այն ինչ ունեցել էր մինչ այս եւ իրենց մեկ պատգամավորներ չհայտարարեց որ մեկը եկող ընտրություններին իշխանությունը փոխվելու է այդքանը երևում է որ իրենք հասկանում են ոչ թե որովհետեւ միայն ժողովուրդն է դժկո որովհետեւ ինչ էլ իրենք ասեն դժբախտաբար այն վիճակում չենք որ միայն մեր ժողովրդի կամքով իշխանություն փոխվի դրսի աստեցությունը մեծ է բայց նաեւ այս դեպքում դրսի այդ ուժերը տեսնելու են որ ժողովրդի կամքը դարբեր է եւ ուրեմն իրենք էլ ինչ որ կողմնորոշման փոփոխություն ունենան Շնորհակալություն պարոն Մանոյան կարևոր զրույցի համար Շնորհակալ եմ հրավերի համար բարիքի համար Պանորամայի մի արգելի հետևորդներ հիշեցնեմ Պանորամա հարցազրույցի հյուրն էր Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը շնորհակալություն մեզ ունկնդրելու համար կհանդիպենք առաջիկա եթերներում ցտեսություն
Շնորհակալ